Բարև ձեզ, եթերում շաբաթնանց լրատվական վերլուծական ծրագիրն է։ Թողարկման սկզբում նախ ծանոթացեք շաբաթնանցի առաջին մասի համառոտ նկարագրին։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախագահական ընտրություններում չառաջադրվելու եւ որևէ այլ տեխնացուի չսատարելու վերաբերյալ որոշումը շարունակում է մնալ քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում։ Ինչ կարծիքի են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի որոշման մասին։ Այս հարցի շուրջ մայրաքաղաքում աշխատող Գալայի լրագրողը փոքրիկ հարցախույզ է անցկացրել քաղաքացիների շրջանում։ Անցնող շաբաթ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության 14-րդ համագումարը, օրակարգում Հայաստանի նախագահի տեխնացուի առաջադրման հարցն էր։ Համագումարին չեն մասնակցել Ռոբերտ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանը։ Այժմ առավել մանրամասն։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախագահական ընտրություններում չառաջադրվելու եւ որևէ այլ տեխնացուի չսատարելու վերաբերյալ որոշումը քաղաքական ուժերը մեկնաբանում են տարբեր կերպ։ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի խոսքերով ԲՀԿ-ի որոշումը անսպասելի չէր։ Ժառանգություն կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով էլ ԲՀԿ-ի որոշումը բացասական ազդեցություն կունենա այդ քաղաքական ուժի իմիջի վրա։ Իսկ Հանրապետական կուսակցության падգամավորները շատ հաճախ չեն ցանկանում մեկնաբանություններ տալ ԲՀԿ-ի դիրքորոշման վերաբերյալ։ Այլ մանրամասներ առաջարկվող տեսանյութում։ Ամիսներ շարունակ քաղաքական կուլիսներում եւ լրատվամիջոցներում քննարկվող գլխավոր հարցի պատասխանը տրվեց այս շաբաթ։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը փետրվարյան նախագահական ընտրություններին որոշեց հետևել որպես դիտորդ։ Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ ԲՀԿ քաղխորհրդի նիստ, որի ընթացքում որոշվեց Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նախագահական ընտրություններում չի առաջադրելու սեփական տեխնացու եւ չի սատարելու տեխնացուներից որևէ մեկին։ Կուսակցության մամլոխոսնակը Ծառուկյանի որոշումը մեկնաբանում է այսպես. Նպատակահարմարությամբ եւ հիմնական նպատակակետով, որն է Հայաստանի Հանրապետությունում իրավիճակային փոփոխություն առաջացնելը, մարդկանց կյանքի որակի փոփոխություն իրականացնելը։ Հանրապետական падգամավորները ԲՀԿ-ի որոշումն առայժմ մեկնաբանել չեն ցանկանում։ Մենք հարգանքով ենք վերաբերվում ցանկացած քաղաքական ուժի որոշմանը, ինչ բնույթի էլ դրանք լինեն, ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Հանրապետականները փորձում են հասկանալ, թե ինչ է նշանակում այլընտրանքային ուժ։ Բացի այդ, Սահակյանի խոսքերով սպասում են ԲՀԿ ներկայացուցիչների մեկնաբանություններին, որից հետո իրենք կհայտնեն իրենց տեսակետը։ Իսկ որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նման որոշում պետք է ընդուներ, անսպասելի չի համարում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը։ ԲՀԿ-ի հետ կապված ես բազմիցս հանդես եմ եկել գնահատականներով եւ եթե ոչ կոնկրետ դետալների առումով, դերակատարման առումով համենայն դեպս անսպասելի համարել չի կարելի։ Վերջին հաշվով Բարգավաճ Հայաստանը նաև այդ ճանապարհով գնաց իբրև այլընտրանքային ուժ եւ որոշումն է շատ վճռական եմ համարում եւ շատ տարողունակ։ ԲՀԿ-ն բավականին լուրջ վերլուծությունների, քննարկումների ճանապարհ անցավ, ընդ որում նաև այլ եւ խորհրդարանական կուսակցությունների հետ եւ արտախորհրդարանական կուսակցությունների հետ։ Ժառանգություն կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով ԲՀԿ-ի որոշումն անհետևանք չի մնա։ Առնվազն տարօրինակ է, որ մի կուսակցություն, որը խորհրդարանական ընտրություններում ստանում է ընտրողների քվեների 1/3-ը, հանկարծ որոշում է կայացնում չմասնակցել նախագահական ընտրություններին։ Անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ կապված կարծում եմ մեծ ազդեցություն չի ունենա, բայց Բարգավաճ Հայաստան քաղաքական ուժի հետ հնարավոր է առնչություն ունենա բացասական առումով այն իմաստով, որ իրենք չունենալով քաղաքական դիրքորոշում կարևորագույն քաղաքական process-ի վերաբերյալ, նշելով, որ չեն սատարում որևէ մեկին, քաղաքական գործընթացներից Բարգավաճ Հայաստանը կարող է դուրս մնալ եւ դա կարող է անդրադառնալ իր հետագա քաղաքական վարկանիշի վրա։ Բարգավաճ Հայաստան կուսակցության որոշումը ինչպես կանդրադառնա ՀԱԿ-ի որոշման վրա։ Կոնգրեսականներն այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն առայժմ չեն ուզում տալ։ Ես այդ կապակցությամբ չեմ ցանկանա որևէ մեկնաբանություն տալ, հա, որովհետև հիմա գիտեք հիմնական հարցը հետևյալն է, որ թե արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանն է որոշի առաջադրվել որպես նախագահի տեխնացու եւ այս համատեքստում ես առայժմ չեմ ցանկանա որևէ մեկնաբանություն տալ, որը ուղղակի կամ անուղղակի կկանխորոշի իրադարձությունների որևէ ելք։
Նախագահական ընտրություններից առաջ տեղի ունեցող այս զարգացումները փաստում են, որ Հայաստանի քաղաքական դաշտն անկայուն է եւ կանգնած է լճացման վտանգի առաջ։ Փետրվարյան ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերը զբաղված են հարմար դիրքավորվելով, իսկ քաղաքական առևտուրը Բաղրամյան 26-ում դեռ կշարունակվի։ Փայլակ Վարդյան, Գարիկ Ազիբեկյան, Գալանյուս։ Ինչ կարծիքի են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի կայացրած որոշման մասին։ Մայրաքաղաքում աշխատող իմ գործընկերը փոքրիկ հարցախույզ է անցկացրել քաղաքացիների շրջանում, որոնց կարծիքներն այս հարցի շուրջ տարբեր են եղել։ Մի մասի համոզման ԲՀԿ-ն որոշել է նախագահական ընտրություններում չառաջադրել սեփական տեխնացուին, քանի որ գիտակցել է, որ հաղթելու շանսեր չունի։ Քաղաքացիների մի մասն էլ տեսակետ են արտահայտել, ըստ որի այդ քաղաքական ուժի կայացրած որոշումը համաձայնեցված է երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում քաղաքացիների շրջանում անցկացրած մեր փոքրիկ հարցախույզը։ Դա իրանց անձնական գործն է, եթե չեն ուզել, չեն ուզել դա։ Ով կարող է ստիպի, դանի կամ չդանի։ Երևի քխելով մարդ էլ երևի ձեռա տալի իրան այդ ձև, ինչ ասա։ Դա իրան պետք չի։ Այդ քաղաքականությունն այնքան ունի, որ լավ լիարժեք էլ ապրում է, իրան պետք չի, իրան տեխնացությունը դնի։ Այդքանն եմ ես հասկանում։ Թե բնական է, Սերժի մոտիկ մարդն է, մտածեցին որ միևն է նայա լինելու, ավելի լավ է խելացի ձևով հրաժարվեն։ Գագոց Արուկյանը նախագահի համար մի քիչ հասած չէր։ Վախեցավ Սերժից։ Երևի իրար հետ են դրամել հրաժարվեց էլի։ Կողմնակից է էլի Սերժ Սարգսյանը դրամալ հրաժարվեց։ Ինձ թվում է այս կեղտոտ խաղերից ինքը մաքուր դուսամ ուզում մնա։ Ստիպեցին որ գնա այդտեղից չտնի։ Այսինքն չթողեցին որ տնի, երևի մեկը ուժեր կային, որ ստիպեցին որ ինքը չտնի իր տեխնացությունը։ Երևի հարմար տեխնացու չունեն, էլ։ Պարզից էլ պարզ էր, որ Նրանք հույս չունեին, որ բացի Սերժ Սարգսյանից ուրիշ տեխնացու կլինի, նրանց հաղթել երբեք չեն կարող։ ոչ մեկն էլ պիտանի չեն։ Ինձ թվում է դավաճան է Հայաստանին։ Խոստացավ, որ այս կանենք, այն կանենք, ես իմ խոսքի տերն եմ, բայց ոչ մի բան էլ չարավ։ Իրան ինչ ա եղել որ նախագահ լինի, քիչ ա եկամուտները նախագահ ելնեն։ Անցնող շաբաթ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության 14-րդ համագումարը։ Օրակարգում Հայաստանի Հանրապետության նախագահի տեխնացուի առաջադրման հարցն էր։ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում են եղել հանրապետական падգամավորներ, կառավարության անդամներ, ինչպես նաև կուսակցության ներկայացուցիչներ։ Հանրապետական կուսակցության համագումարին հրավիրված չեն եղել ԲՀԿ-ականներ, ինչպես նաև Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն ու Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը։ Հանրապետական կուսակցության մամլոխոսնակը պատասխանելով Գալայի լրագրողի այն հարցին, թե ինչու Գագիկ Ծառուկյանին չեն հրավիրել, պատասխանել է՝ նպատակահարմար չեն գտել։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի անգամ Հանրապետական կուսակցության համագումարին չի մասնակցել։ Համագումարից այլ մանրամասներ Փայլակ Վարդյանի պատրաստած տեսանյութում։ Հյուրերին համագումարին հրավիրել էին 2 ժամ առաջ, որպեսզի նախ նրանց բաժանեին ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը, ապա հրահանգավոր էին, թե ով որտեղ է նստելու եւ ում կողքին։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր առանձին ժամանեցին մանկավարժներ, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, հետո եկան հանրապետական падգամավորներն ու կառավարության անդամները։ Հրավիրյալների ցանկում չէին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, առաջին եւ երկրորդ նախագահները։ ՀՀԿ մամլոխոսնակին հարցրեցինք, թե ինչու նրանց հանրապետականները հրավիրատոմս չէին ուղարկել։ Իսկ ինչի պետք է հակը լիներ։ Կամ հակը երբ ա եղել, կամ հակը մեծ հրավիրել է։ ԲՀԿ-ն էլ նպատակահարմար չեն գտել։ Երկրորդ նախագահը երբեք մենք չենք հրավիրել, երկրորդ նախագահին որևէ պրակտիկա չկա, որ երկրորդ նախագահան լինի մեր համագումարներին հյուր։ Հանրապետականները հրավիրել էին միայն դաշնակցական գործիչներին։ Հույդա անդամ ազգային ժողովի падգամավոր Աղվան Վարդանյանը իրենց ներկայությունը մեկնաբանեց այսպես. Մենք քաղաքավարությունից ելնելով ենք ընդունել Սերժ Սարգսյանի հրավերը, միևնույն ժամանակ նշելով իրենց ներկայությունը դեռ չի խոսում այն մասին, որ առաջիկա նախագահական ընտրություններին դաշնակցությունը սատարելու է Սերժ Սարգսյանի տեխնացությունը։ Հույդան առաջիկայում հրավիրելու է Գերագույն մարմնի նիստ, որի ընթացքում էլ կորոշեն, թե ինչ ձևաչափով են մասնակցելու ընտրություններին։ Սա այն խնդիրներ են, որ մարդիկ պետք է ունենան տարրական ինչ ասեմ, պատասխանատվություն ասեմ, գիտակցություն ասեմ, որքան տեղ կլերի, թե մեզ հրավերին մենք չգայինք։ ՀՀԿ-ն փետրվարյան նախագահական ընտրություններին գնալու է դեպի ապահով Հայաստան կարգախոսով։ Հանրապետական նախարարներին հարցրեցինք, թե ծանոթ են արդյոք նախընտրական ծրագրին։ Գրեթե բոլորը միաբերան նշեցին, այո, կարտացել ենք, ավելին առողջապահության նախարարը այն շատ էր հավանել։ Իմ դուրը շատ է եկել, կարծում եմ, որ մենք առաջ գնացինք, մենք հավատացինք ու փոխում ենք բոլոր ուղղությունները, որոնք որ նախանշվել են, հաստատակամ ձևով գնացել են եւ այո, նույն ձևով պետք է առաջ գնանք։
Իսկ երբ ժամանեց ՀՀԿ առաջնորդը, իրադարձությունները զարգացան համաձայն մշակված սցենարի։ Բոլորը զբաղեցրեցին իրենց համար նախատեսված տեղը եւ համագումարի մեկնարկը տրվեց, հնչեց հիմն ու տերունական աղոթքը։ Բացման խոսքով հանդես եկավ Սերժ Սարգսյանը, ով նշեց, որ դեռևս նոյեմբերի 8-ի ՀՀԿ գործադիր մարմնի նիստում էր որոշվել 14-րդ համագումարի օրակարգը։ Իսկ օրակարգում հիշեցնենք, մեկ հարց էր ընդգրկված Սերժ Սարգսյանին առաջադրել որպես նախագահի թեկնածու, այլ առաջարկություններ չեղան, հանրապետականները միաձայն հաստատեցին ՀՀԿ առաջնորդի թեկնածությունը։ Դեմ ձեռնպահ չկա։ Օրակարգի հաստատումից հետո հերթը ելույթներինն էր։ Ողջունի խոսքով հանդես եկավ Չինաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչը։ Ողջունի տեսաերից ուղարկել էր նաև ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարտենսը, ապա ծավալուն ելույթ ունեցավ Սերժ Սարգսյանը։ Այս անգամ էլ հրապարակավ խոստումներ հնչեցին, որ արվելու է հնարավոր ամեն ինչ երկրում առկա իրավիճակը բարելավելու, ներքին եւ արտաքին մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ։ Ժամանակը նոր շրջադարձ առաջադրեց մեր ժողովրդին։ Հնարավորություն ու հրամայական նախորդ 1.5 տասնամյակում ձևավորած համակարգերը առավելագույնս ծառայեցնել մարդուն, ինչպես շատ հաճախ պատմության մեջ, այնպես էլ այս պարագայում հնարավորությունն ուղեկցվեց ու թերևս թելադրվեց ծանր մարտահրավերներով։ Սերժ Սարգսյանի ելույթից հետո տեղի ունեցավ քվեարկություն, որից հետո ՀՀԿ 14-րդ համագումարը փակվեց։ Փայլակ Վարդյան, Գարիկ Ազիբեկյան, Գալանյուս։ Այժմ ժամանակն է ծանոթանալու, թե շաբաթնանց լրատվականը ինչ է առաջարկում դիտել հաջորդիվ։ Անցնող շաբաթ բողոքի ակցիա տեղ ունեցավ Բաղրամյան 26-ի դիմաց մատաղիսի գործում ներգրաված ամբաստանյալների հարազատները բողոքի ակցիա են անցկացրել նախագահական նստավայրի դիմաց։ Հայաստանյան քրեակատարողական հիմնարկները շարունակում են մնալ գերծանրաբեռնված 4 հոգու համար նախատեսված խցերում պահում են մինչև 8 դատապարտյալի, տեսանյութ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից։ Գյումրեցի ընկերներ շինարարական կազմակերպության մոտ 40 աշխատակիցներ անցնող շաբաթ բողոքի ցույց են անցկացրել Գյումրու քաղաքապետարանում։ Նրանք 4 ամիս շինաշխատանքներ են իրականացրել ու աշխատավարձ չեն ստացել։ Անցնող շաբաթ տեղի ունեցավ Գյումրու Աբագանու հերթական նիստ, օրակարգում ընդգրկված են եղել մի շարք հարցեր։ Անցնող շաբաթ հրաժեշտ տվեցին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանին, հրաժեշտի արարողությանը մասնակցել են սիրված երգչուհու հազարավոր երկրպագուները։ Գալահերուստանկերությունը շարունակում է մեր հարևանները նախագծի հերթական փուլը, որը ներկայացնում է Թուրքիայի Հանրապետության քաղաքական անցուդարձը, տնտեսական տեղաշարժը, հայ-թուրքական հարաբերությունների, հայոց ցեղասպանության մասին քաղաքագետների եւ փորձագետների դիրքորոշումը։ Եթերում շաբաթնանցն է։ Անցնող շաբաթ բողոքի ակցիա տեղ ունեցավ Բաղրամյան 26-ի դիմաց։ Մատաղիսի գործով ամբաստանյալների հարազատները բողոքի ակցիա են անցկացրել նախագահական նստավայրի դիմաց։ Նրանք պահանջել են հանդիպում նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի հանձնեն գրավոր նամակն ու ներկայացնեն իրենց պահանջագիրը։ Սակայն բողոքի ակցիայի մասնակիցներին Բաղրամյան 26-ին մոտենալ ոստիկանները թույլ չեն տվել, այլ մանրամասներ առաջարկվող տեսանյութում։ Մատաղիսը արտարադատության փորձակար Հայաստանի Հանրապետության դատախազության եւ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ Ստապվեք ամոթ է եւ այլ բովանդակությամբ ցուցապաստառներով բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվեցին Բաղրամյան 26-ի դիմաց։ Ոստիկանները միանգամից շրջափակեցին տարածք ակցիայի մասնակիցներին հայտնելով, թե նախագահական նստավայրի դիմաց իրենց հավաքվելը անօրինական է, նրանցից պահանջելով անմիջապես հեռանալ։ Սակայն ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ իրենք պահանջում են հանդիպում կազմակերպել Սերժ Սարգսյանի հետ։ Վերջինս դեռ պաշտպանության նախարարի պաշտոնում գտնվելու ժամանակ հրապարակավ հայտարարել էր, որ այս գործը գտնվում է իր անմիջական ուշադրության ներքո։ 9 տարի անց, սակայն գործը չի բացահայտվել, իսկ իրական մեղավորները շարունակում են մնալ ազատության մեջ։ 9 տարի արդեն այս դատը քիչ է։ 9-րդ տարին է։ Նորից էլի դատախազների միջամտությամբ հոտվածների երեխեքի վրա դիդավորացություն են վախտը ցմա են դրե, հիմա 8-ից 10 տարի են դրե, գուզեն նորից ջարդեն երեխեքի վրա։ Մենք հավաքվել ենք, եկել ենք, որ բողոքենք, որ արտահայտություն եղնի։ 9 տարի այս գործը կեշտ է։ Ինչ եղավ, չհասկացանք, մի հատ Իվան Գրիգորյան չեն կռնա մանկակդնի, ասեղեր կորավ։ Դետկան ճվանք Իվան Գրիգորյան, մի օրը բերեն Իվան Գրիգորյան ներկայացնեն դատարան։ Տեսնին ինչի իմ անունը սկուդան։ Ակցիայի մասնակիցների խոսքերով գործի հետևում կանգնած են Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախկին զինտատախազ Գագիկ Ջահանգիրյանն ու Գելմականունով հրամանատար Իվան Գրիգորյանը։
Այս գործի յետևը կայնածես է Իրանո Հայնանը, որ նոր գրություն է գրել Ջանգիրանին, որ պատասխանատվության չենթարկեն Իվան Գրիգորյանին, որովհետև կռվով անցած է, հերոս է, որ հերոս է իրավունք ունի, որ սաղին սպանե մեր անմեղ երեխեքն է տեղը նստին։ Սա ղեկավարությունն է կանգնած են, ով կանգնած չէ, որ իրանց մարտիկն են մեր վրա են ջարդը։ Գագիկ Ջանգիրյանը այս գործով համահեղինակներից մեկն է ապօրինությունների։ Ես համոզված եմ, պնդում եմ եւ իմ խոսքերը մինչեւ վերջ ես բոլոր տեղերում դա հայտարարել եմ։ Ես համոզված եմ, որ նա համահեղինակներից մեկն է։ Մատաղիսի գործում մեղադրյալի աթոռին հայտնված 3 երիտասարդները իրականում սպանության հետ որևէ կապ չունեն, մեծ զրույցում նշեց Մատաղիսի Զորամասում սպանված Հովսեփ Մկրտումյանի մայրը Գրեթա Մնացականյանը։ Գործի նախաքննությունը ի սկզբանե սխալ ուղով է ընթացել, իսկ հնչական մարմինները ճնշում են գործադրել ամբաստանյալների նկատմամբ։ Ես պահանջում եմ արդարություն, որ միայն պատժվեն բոլոր մեղավորները, բոլորը, սկսած են դատարանից, են Ղարաբաղի դատարանից, դատավորներից, այդ վերաքննիչի բոլոր դատավորներից, այդ բոլոր ովքեր որ մասնակցել են, Արմեն Հակոբյանը, որ քննիչն աղ ամբողջ գողը խճճեց, դրեց մի կողմի վրա, որ հիմա չեն կարողանում կծիկի թելը գտնենք, թե որն է։ Բոլորը պատասխան են տալու իմ երեխայի սպանության համար։ Փաստը այն է, որ այս գործը մինչև հիմա չի բացահայտվում։ Եթե դուք գործին նայեք, այնտեղ կա մարդու իրավունքների խախտումները հենց այն կողմ դրած։ Այնտեղ կա բազմաթիվ հակասություններ, որտեղ ես ինքս մասնագետ չլինելով այդ ոլորտի, ինքս նայում եմ եւ տեսնում եմ հստակ այս հակասություններն ու դրանց պատասխանը ոչ մի կերպ չի տալիս քննիչը։ Նախագահականի դիմաց հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին շուտով միացան նաև բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները։ Նրանք նշեցին, որ այնինչ կատարվում է բանակում հովանավորվում է Սերժ Սարգսյանի կողմից, իսկ հնչական մարմինները դատարանները կատարում են իշխանության հրահանգները։ Բոլորն էլ նույնն են, նույն կապն է իրանցը, որը որ ձեռ չի տալի, ամեն զինվորի վրա իրան գումար են աշխատում։ Կուզեն որ դատապարտեն անմեղներին, բայց հանցագործները ազատության մեջ ման են գալիս։ Շուրջ 2 ժամ ակցիայի մասնակիցները անցկացրեցին նախագահական նստավայրի դիմաց, սակայն Բաղրամյան 26-ից այս մարդկանց ոչ ոք չմոտեցավ։ Ցուցարարները ապանտերսեցին Սերժ Սարգսյանին ուղղված քաղաքացիական հասարակության պահանջագիրը։ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները հիմնականում գործում են օրենքից դուրս, դրա վառ ապացույցն է Մատաղիսի գործը 9 տարի պտտվող Հայաստանի դատական ատյաններում, որն արդեն վարույթ է ընդունվել նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։ Վերջում ակցիայի մասնակիցները նշեցին, որ հետամուտ են լինելու այնքան ժամանակ, քանի դեռ իրական մեղավորները չեն հայտնաբերվել եւ չեն կրել արժանի պատիժ։ Նշենք, որ սույն գործը քննվում է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Փայլակ Վարդյան, Գարիկ Ազիբեկյան, Գալանյուս։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է Մատաղիսի գործով դատական նիստը։ Մինչ նիստի մեկնարկը դատարանի շենքի դիմաց տեղի ունեցել բողոքի ակցիա, որին մասնակցել են ամբաստանյալների հարազատները, քաղաքացիական ակտիվիստներ Գյումրիից, Երևանից եւ Վանաձորից։ Նրանք դատարանից պահանջել են արտար դատավճիռ։ Ակցիայի մասնակիցների կարծիքով գործը քննող դատավորները մինչ օրս չեն հարցաքննել իրական մեղավորներին, ինչն ըստ նրանց հետևյալ նպատակն է հետապնդում՝ թաքցնելով սպանության հեղինակներին պատժել անմեղ մարդկանց։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին դատարան հրավիրել նաև ազգային ժողովի падգամավոր նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին։ Ջհանգիրյանը ինձ Երևանում կանգնեց, ասեց, որ կամազն փող ունեք, որ կուզեք երեխեքին ազատեք։ Եվ կարող էր ժամանակին ինքը բացահայտել այս գործը եւ իրական սպանություններ կատարողներին, սակայն դա չի արել։ Ընդհակառակը նա գործել է ապօրինի դաշտում եւ կոծկել է բոլոր մեղավորներին։ Ես կպահանջեմ Գագիկ Ջհանգիրյանին նաեւ կանչել մեղադրանքի առաջ կանգնեցնել։ Հիմա գործը դատարանում է, դատարանից էլ ենք պահանջում արտարություն։ Եթե դատարանը արտարություն չպահանջեց, մյուս ատյաններին կբողոքենք։ Արտարություն։ Այսօրվա դատական նիստի մեկնարկին հայտարարությամբ հանդես եկավ մահացած զինվորներից Հովսեփ Մկրտումյանի հայրը Մովսես Մկրտումյանը։ Նա դատարանին ներկայացրեց որոշ ապացույցներ, որոնք վկայում են, որ երկու տղաների սպանությունը Մատաղիսում տեղի է ունեցել տարբեր ժամանակամիջոցներում եւ ոչ այն անձանց կողմից, ովքեր այսօր հայտնվել են մեղադրյալի աթոռին։ Նա պահանջեց տեղի ունեցածի իրական մեղավորներին կանչել հարցաքննության։ Մի խոսքով ես 1000% վստահ եմ, որ այս երեխեքը ընդհանրապես անմեղ են այդ սպանության մեջ։ Իմ երեխին սպանել են Իվան Գրիգորյանը, Մայլյանը, Ղևոնդ Եգորյանի մասնակցությամբ, օգնությամբ, Երվանդ Պետրոսյանի, Վահե Հովանեսյանի, Սամվել Պողոսյանի, որ սկզբից 4 ամիս մեղադրվել են սպանության մեջ, իսկ հետո մի անգամից մի հատ կեղծ ձևակերպումով դասավորել են այս երեխեքի վրա։
Այնուհետև ամբաստանյալների շահերի պաշտպան Հայկ Ալումյանը ընթերցեց պաշտպանական ճառը, նա իր խոսքում նշեց, որ հակառակ կողմի ներկայացրած մեղադրական ապացույցներն ուղղակի բավարար չեն ամբաստանյալների նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու համար։ Ու մենք պիտի կայացնենք մեղադրական դատավճիռ, որպեսզի ինչ-որ մարդկանց ինչ-որ շահեր հանկարծ չտուժեն, հա, ու հետո նստեն մարդիկ իրանց չարացի համար, իսկ տուժողները մինչև կյանքի վերջ են համոզմունքի մնան, որ այս հարցերը բոլորը բաց են։ Եվ բացի այդ գործում եղած շատ փաստեր ուղղակի անտեսվել են, օրինակ այն, որ ամբաստանյալներից Ռազմիկ Սարգսյանի խոստովանական ցուցմունքն ինչ-ինչ միջոցների կիրառմամբ ուղղակի կորզվել է։ Բացի այդ գործով վկաների ցուցմունքներն են անտեսվել։ Դատավարության ընթացքում այդպես էլ չքննվեցին Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատավճռի պահանջները, որի արդյունքում կբացահայտվեին գործով իրական մեղավորները։ Հայկ Ալումյանը պաշտպանական ճառով դատարանից պահանջեց անմեղ ճանաչել 3 երիտասարդներին։ Միջնորդում եմ Արայիկ Զալյանին, Մուսա Սերոփյանին եւ Ռազմիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքներում ճանաչել անմեղ եւ նրանց նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ։ Միաժամանակ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածին համապատասխան, եթե արդարացման դատավճիռ կայացնելիս անհայտ է մնում այդ հանցանքը կատարած անձը, դատարանը դատավճիռ օրինականուժի մեջ մտնելուց հետո գործ ուղարկում է դատախազին լուծելու նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը։ Դատարանի կողմից վերջին խոսքի հնարավորություն տրվեց նաև 3 ամբաստանյալներին։ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոփյանի եւ Արայիկ Զալյանի պահանջը դատարանից մեկն էր՝ արդար դատավճռի կայացում։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու։ Մատաղիսի գործով դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 18-ին։ Հերմինե Մկրտչյան, Համբարձում, Պապոյան, Գալանյուս։ Հայաստանյան քրեակատարողական հիմնարկները շարունակում են մնալ գերծանրաբեռնված։ 4 հոգու համար նախատեսված խցերում պահում են մինչև 8 դատապարտյալի։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ներկայումս ազատազրկման է դատապարտված 1226 անձ։ Իմ գործընկերներն են եղել քրեակատարողական հիմնարկում զրուցել ազատազրկվածների հետ։ Այնտեղ տիրող իրավիճակը շարունակում է մնալ մտահոգիչ, իսկ կոռուպցիոն երևույթների նվազեցման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում, նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։ Թեմայի վերաբերյալ այլ մանրամասներ կներկայացնի Փայլակ Վարադյանը։ Աշոտ Ասլանյանը դեռ 2 տարի անցկացնելու է քրեակատարողական հիմնարկում։ Նրան 5 տարվա ազատազրկման են դատապարտել։ Գործընկերոջ համար երաշխավոր է դարձել, բանկից գումար են վերցրել, սակայն ընկերը վարկը ժամանակին չի վճարել։ Արդյունքում պատասխանատվության է ենթարկվել 3 երեխաների հայրը։ Ազատությունը շատ քաղցր բան է, ընտանիքից կդրված, երեխաներից կդրված, կարոտ սերը ընտանիքի հանդեպ շատ մեծ է, որը այսօրադրությամբ ինձ շատ է տանջում եւ խեղդում։ Ունեմ լավ ընտանիք, լավ երեխաներ։ Նույն հանգամանքների բերումով 5 տարվա ազատազրկման է դատապարտվել նաև Անուշավան Խաչիկյանը։ Նա իր խոսքերով գործընկերոջ հարազատ մարդու սխալի համար է կրում պատասխանատվություն, իսկ քրեակատարողական հիմնարկի պայմանների մասին խոսել շատ չի ցանկանում։ Օրենքը գործում է մինչև այստեղ ընկնելը, այստեղ ընկնելուց հետո արդեն ինչ-որ մեխանիզմներ, որ կալանավորը իր վարկագծի կամ կալանքը կրելու պայման իրեն դրսևորումից ելնելով հույս ունենա, որ ժամկետից շուտ կարող է դուրս գալ, այստեղ չի երևում։ 2 դատապարտյալներն էլի ընդհանրություններ ունեն, նրանք գտնում են, որ դատարանը իրենց նկատմամբ չափազանց խիստ պատիժ է սահմանել։ Արտարադատություն իրականացնող մարմինները իրականում կատարում են իշխանության հրահանգները։ Դատապարտյալների խոսքերով օրենքը թույլ էր տալիս, որպեսզի իրենք վաղաժ ժամկետ դուրս գային կալանավայրից։ Հարցնարում է, երբ դուրս կգանք ճաղերից են կողմ։ Եթե դա պետք է լինի ժամկետի վերջում, ոնց որ չնայած օրինակ ինձ համաներումով 11 ամիս պետք է նվազեցվի իմ պատժաչափը, արդեն 8 ամիս է, այդ խնդիրը չի կարգավորվում։ Ինչ մաքուրը շնչեց, շեկիլը չի, օդը շնչեց, դա շատ մեծ տարբերություն է։ Ժամանակաժամանակ դատապարտվելուց հետո կամաց տեղաբաշխվում են ըստ համապատասխան հիմնարկների։ Այդ կարգով այդ հարցերը լուծվում է։ Լինում է ժամանակաժամանակ լինում է, որ մինչև դատապարտվելը կալանավորների քանակը ավելի շատանում է, հետո դատապարտվելուց հետո արդեն տեղաբաշխման հանձնաժողով գոյություն ունի, որ տեղաբաշխման հանձնաժողովը արդեն տեղաբաշխվում է ըստ համապատասխան ռեժիմի եւ գնում են պատիժ կրելու մարդիկ։
Քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրները նոր չեն, լուծման տարբերակները եւս վաղուց են մշակված, սակայն դրական տեղաշարժեր ոլորտում շատ քիչ են, ասում է Մարդու իրավունքների պաշտպանը։ Իսկ ոլորտում առկա կոռուպցիոն երևույթները նվազեցնելու ուղղությամբ գործնական քայլեր չեն ձեռնարկվում։ Չեն հասկանում մարդիկ, որ մի օր ճաղերի այս կողմում ես, կարող ես հաջորդ օրը հայտնվել այն կողմում։ Մանավանդ մեր այսօրվա դատական համակարգի պարագայում նույնիսկ անմեղ մարդիկ հաճախ կարող են հայտնվել ճաղերի մյուս կողմում եւ հասարակություն նման անտարբերություն, որը դրսեւորում է կամ արհամարանք, որը դրսեւորում է իր ազատազրկվածների նկատմամբ, դա քաղաքակիրթ չի, նույնիսկ բարոյական չի։ Մեր ունեցած քրեակատական հիմնարկների ֆունկցիան գրեթե նմանվում է մեկուսացնող մի համակարգի, այսինքն այնտեղ չկա անձի զբաղվածության հիմնական խնդիրը, աշխատանք, կրթություն ստանալու այդ հնարավորությունը, սպորտով զբաղվելու հնարավորությունը, մշակութային միջոցառումներին մասնակցելու հնարավորությունը, այսինքն անձը այնտեղ զգում է ուղղակի մեկուսացված եւ իր տարիներն է գլորում եւ սպասում, երբ որ դուրս գա։ Եթե մենք հաշվի առնենք, որ քրեակատարական հիմնարկներ ուղղելու համար են, ապա դրանք իրենց ֆունկցիան չեն կատարում։ Իսկ եթե դա պատժելու համար է, ապա իդեալական են կատարում, որտեղ մարդիկ այնտեղ այնպիսի դաժան կյանք են անցնում, որ դրանից ավելի անմարդկային պատիժ դժվար է պատկերացնել որևէ մեկի համար։ Արտարադատության նախարարության կողմից մշակված օրենսդրական բարեփոխումները զրուցակիցներից խոսքերով առայժմ դրական տեղաշարժեր չեն արձանագրել։ Քրեակատարողական հիմնարկները շարունակում են մնալ գերծանրաբեռնված։ Փարակ Վարդյան, Գարիկ Ազիբեկյան, Գոռ Հովհաննիսյան, Գալանյուս։ Գյումրեցի ընկերներ շինարարական կազմակերպության մոտ 40 աշխատակիցներ անցնող շաբաթ բողոքի ցույց են անցկացրել նախ Գյումրու քաղաքապետարանի շենքի դիմաց, ապա շենքի ներսում։ Խնդիրը կայանում է նրանում, որ կազմակերպության աշխատակիցները 4 ամիս շինարարական աշխատանքներ են իրականացրել եւ աշխատավարձ չեն ստացել։ Նրանք պահանջել են հանդիպում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, սակայն ավելի ուշ նրանց հարցերին պատասխանել է քաղաքապետարանի ֆինանսների բաժնի պետ Լենա Ջիլավյանը։ Նա նշել է, որ առկա փաստաթղթերով քաղաքապետարանը Գյումրեցի ընկերներ շինարարական կազմակերպության աշխատակիցներին աշխատավարձային պարտքեր չունի եւ որ այս դեպքում շինարար բանվորների պահանջը ոչ թե քաղաքապետարանից, այլ շինկազմակերպության ղեկավարությունից է լինելու։ Մանրամասնում է Հերմինե Մկրտչյանը։ Գյումրեցի ընկերներ շինարարական ընկերությունը Գյումրիում ասֆալտապատման փոստալցման աշխատանքներ է իրականացրել։ Օգոստոս ամսից սկսած ըստ բանվոր շինարարների աշխատավարձ չեն ստացել եւ պահանջում են հանդիպում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ բարձելու համար, թե երբ է վճարվելու իրենց հասանելիք գումարները։ Այսօր եկուս գծելով, ժողովրդին խապելով հասցրել են այսօր բոլորը տան մեջ ընդ երեխա ունենք, լուսու կազ ունենք, այսօր ես փող չտանիմ տուն։ Լուսը սանջադեն, կազը սանջադեն։ Իմ երեխես ինչով պիտի սնվի, ինչով պիտի այդ լուսն ու ճրակը տեսնի։ Երեխուն ինչը խապես թե հացը այսօր կբերը պատ չկա այդ հացը։ Քաղաքապետարանը եթե ժողովրդի մասին կմտածի, իր պարտականությունն է մեջում է մեր կողմից ինքը հանդես գա։ Եթե ինքը մեր մասին է չի մտածում, մեր մասին ով դի մտածել։ Ըստ շինկազմակերպության աշխատակիցների մինչ քաղաքապետերի փոփոխությունը աշխատավարձերի հետ կապված խնդիրներ չեն եղել, բայց միաժամանակ նշում են նաև, թե 4 ամսվա աշխատավարձ ունեն ստանալու, ինչը նշանակում է, որ այնուամենայնիվ պարտքերը կուտակվել են նախկին քաղաքապետի օրոք։ Հիշեցնենք, Սամվել Բալասանյանը հոկտեմբերի կեսերին ստանձնեց քաղաքապետի պաշտոնը։ Քանի տարի աշխատենք այդ հիմնարկության հետ, հələ Վարդան Ղուկասյանի վախտով մենք խնդրեմ չենք ունեցել։ Վարդան Ղուկասյանի ժամանակ աշխատենք, նորմալ ստացել ենք։ Հիմա Բալասանյանն եկավ, փողը պարբավ համը իրար։ Մեկ-մեկի վրա գտելով հետ մոդել էր դա։ Հիմա քաղաքապետը փոխվել է, մեզ համար ինչ շնորհակալություն ունի։ Բողոսն է քաղաքապետ, թե Պետրոսը, աշխատանք են կատարել, աշխատանքի պիտի վճարվի։ Հիմա բոլորս պահանջենք մեր փողը ուրիշ ոչ մի բան։ Թե 10 օրվա է, թե 20 օրվա է, թե 100 օրվա է, մեր օրական փողը իրանք մեզի վարձատրել են ամեն մի բան, որ 200,000 ծավալ փող ունի ստանալու։ Շինարարները պատմեցին, որ արդեն մի քանի օր հանդիպում են Գյումրեցի ընկերներ կազմակերպության ղեկավարների հետ, պահանջում իրենց աշխատած գումարները։ Իսկ վերջիններս պատճառաբանում են, թե Գյումրու քաղաքապետարանն է պարտք։ Ըստ տեղեկությունների, այս ընկերության հետևում կանգնած է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին Սպարտակ Ղուկասյանը։ Բանվոր շինարարները հանդիպեցին քաղաքապետարանի ֆինանսների բաժնի պետի հետ։ Լենա Ջիլավյանը նշեց, թե քաղաքապետարանը աշխատավարձային պարտքեր չունի, քանի որ չունի աշխատանքային պայմանագրեր բանվոր շինարարների հետ կնքված։ Մենք ձեր աշխատակազմի հետ պայմանագիր չունենք աշխատավարձի պարտքերի վճարման եւ պատասխանատու չենք ձեր աշխատավարձերի չվճարման հետ։ Այդ դեպքում ձեր աշխատակիցները յուրաքանչյուր ամիս գալիս չափակրում էին, թե ինչքան աշխատանք են կատարել։ Այդ ինչպես հասկանանք, համապատասխան չափակրմանը կատարվել է։ Ես ձեզ ասեմ, որ ինքս էլ չեմ հասկանում։ Այդ կատարողական ակտի մի օրինակն է ձեր մոդն է։ Ես այս պահի վիճակով շատ լավ գիտեմ, որ
մենք ձեզ որպես աշխատողներ աշխատավարձի պարտք չունենք։ Ու քանի որ նախնական տվյալներով Գյումրու քաղաքապետարանը պարտք է գյումրեցի ընկերներ շինարարական կազմակերպությանը, ֆինանսների բաժնի ղեկավարին հարցրեցինք, թե միգուցե դա է այն գումարը, որը պետք է վճարվի աշխատակիցներին։ Լենա Ջիլավյանը, ինչպես եւ քաղաքապետի մամլոխոսնակը նշեցին, թե այժմ ստուգումներ են իրականացվում։ Ու եթե պարզվի, որ քաղաքապետարանն իրոք պարտք է նշված ընկերությանը, ապա այն կվճարվի։ Միայն թե այդ դեպքում պահանջատեր լինելու է շինարարական կազմակերպությունը եւ ոչ թե շինարար բանվորները։ Չհասկացա ուղղակի աշխատողները, որոնք որ այսօր եկել էին քաղաքապետարանի բողոքում էին իրենց աշխատավարձերի համար, նրանք կար ինչ-որ ուղղորդված էր, թե ուղղակի ինքնաբուխ էր, ես ճիշտ ասած մինչև վերջո դա չհասկացա, բայց նրանք պետք է հասկանան մեկ պարզ բան, որ քաղաքապետարանը նրանց հանդեպ որևէ պարտավորություն չունի։ Քաղաքապետարանը իր պարտքերը կվճարի, սակայն այն պարտքերը, որոնք իսկապես իրատեսական են։ Շինարարները մտադիր են դիմել քաղաքաշինության նախարարություն, եթե դա էլ անօգուտ լինի, համապատասխան հայցով կդիմեն դատարան։ Հերմինե Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս։ Անցնող շաբաթ տեղի ունեցավ Գյումրու ավագանու հերթական նիստ։ Օրակարգում ընդգրկված են եղել մի շարք հարցեր, սակայն մինչ նիստի մեկնարկը Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը հայտարարությամբ է հանդես եկել, նշելով, որ որոշ առաջարկությունների, որոնք իր կողմից ներկայացվել են ավագանու նիստի օրակարգում ներառելու համար, անդրադարձ չի կատարվել։ Առաջարկ էր ներկայացվել, որ Գյումրու ավագանին Հայաստանի նախագահին հատուկ առաջարկ ներկայացնի Գյումրիում անօթևանության խնդրին իսպառ լուծում տալու համար։ Իսկ երկրորդ առաջարկությունը վերաբերվում էր Գյումրու ավագանու համար համապատասխան տարածք սահմանելու հարցին, որ ավագանին նիստեր գումարելու դալիճ ունենա եւ ավագանու նիստերը չկայանան Սամվել Բալասանյանի աշխատասենյակում։ Շարունակում ենք թողարկումը։ Չնայած ամանորից առաջ զանգվածային թանկացումներ սկսվում են գրանցվել դեկտեմբերի 20-ից հետո, այնուամենայնիվ այսօր արդեն առանձին ապրանքատեսակներ ու մթերքներ շուկայում կարելի է հանդիպել բարձր գներով։ Մեր լրագրողի հետ զրույցում ոլորտի մասնագետները խոսելով քաղաքացիների գլխին պատուհաս դարձած ավանդական թանկացումներից եւս մեկ անգամ հիշեցրել են քաղաքակիրթ երկրներում այս օրերին ճիշտ հակառակ գործընթացն է տեղի ունենում։ Հայաստանյան ոչ ազատ շուկայական տնտեսության արտացոլանքի տոների անհարկի թանկացումների մասին է իմ գործընկերոջ պատրաստած տեսանյութը։ Առջևում ամանորի եւ ծննդյան տոներն են, իսկ մեր քաղաքացիներին դարձյալ նույն կոտրած տաշտակն է սպառնում։ Եթե միևնույն այս օրերին աշխարհի տարբեր երկրներում առաջիկա տոներին նախապատրաստվող հանրությանը ճկուն զեղչեր են սպասվում, ապա մայրաքաղաքի փողոցներում յուրաքանչյուր խանութի կամ շուկայի առջև ամեն երկրորդ բնակչի խոսակցության նյութը օրինակ 7500 դրամի շեմը հասած ամանորի սեղանից անպակաս ընկույզն է։ Իսկ այս ամենը վերահսկելու գործառույթ ունեցող համապատասխան կառույցները, ինչպես նշում է սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը, թղթում ամրագրված պարտականություններից զատ ունեն նաև իրենց գերատեսչական շահերը։ Ամեն մեկը սահմանափակվում է իր պարիսպներով եւ արդարանում են, որ մեր լիազորությունից դուրս է։ Իսկ ընդհանուր տնտեսական քաղաքականություն այս առումով չի նկատվում։ Այդ բուրգը ղեկավարում են առաջի դեմքերը երկրի, առաջի դեմքը, ասենք ասենք, որովհետեւ եթե նա չհովանավորեր այս համակարգը, նա ուղղակի կհեռացներ աշխատանքից, օրինակ հարկային ծառայության պետին, հա, որը որ այդ մաքսային ռեժիմների միջոցով խրախուսում է յուրայիններին եւ արգելափակում է ուրեմն ոչ յուրայինների ներկրման փորձերը, հա։ Այն, որ մեր երկրում մարդիկ սիրում են ամանորը ճոխ սեղանների շուրջ դիմավորել, նորություն չէ, սակայն այդ ցանկությունը հաջողությամբ համընկնում է հայրենի օլիգարխների շահերի հետ, նշում է ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը եւ պարզաբանում։ Հայաստանում ազատ շուկայական տնտեսության փոխարեն ունենք մոնոպոլիստական տնտեսություն, որտեղ խոշոր բիզնեսի շահերը չեն համընկնում ժողովրդի ու պետության շահերին։ Ինչ որ մեկը վերահսկում է ամբողջ ոլորտը եւ ինքը կարող է ցանկացած պահին իր ցանկացած գինը նշանակել։ Ուզում եք գնեք, ուզում եք մի գնեք, հա։ Ստեղծված իրավիճակից ելքը զրուցակիցներից գնահատմամբ մեծապես կախված է նաեւ քաղաքացիների պահվածքից։ Մենք չենք կարող հարմարվել եւ անverջ այս հարվածներին դիմանալ։ Յոլա գնալ գործող իշխանությունների ապօրինությունների հետ, յոլա գնալ, երբ որ ընտրակաշառքի կամ կեղծարարության միջոցով իշխանություն է ընտրվում, յոլա գնալ, երբ որ թանկացումներ են տեղի ունենում։ 1000 տարի օտարի լծի տակ որ յոլա է գնացել ժողովուրդը, հիմա էլ սեփական ուրեմն այդ օլիգարխների լծի տակ կամ իշխանավորների լծի տակ է հիմա յոլա գնալ։ Քաղաքացիական հասարակության եւ առհասարակ անկախ պետության հիմնաքարերից մեկն էլ արժանապատիվ ապրելն է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ըստ մասնագետների իր անհանդուրժողականությունը պետք է հայտնի եւ դադարի ապրել այնպես, ինչպես մի քանիսն են պարտադրում։ Սիրյանուշ Հարությունյան, Գարիկ Ազիբեկյան, Գալանյուս։
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցնող շաբաթ հրաժեշտ տվեցինք Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանին։ Գյումրիում ծնված երգչուհին ծննդավայրում ավարտելով Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, մասնակցելով բազմաթիվ մրցույթների ու փառատոների, սկիզբ է դնում դեպի երկարվեստ իր մեծ ճանապարհին։ Ֆլորա Մարտիրոսյանի անաղարտ կատարմամբ թե ժողովրդական երգերը, թե ժամանակի հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունները գնահատվել ու սիրվել են հասարակության և արվեստագետների կողմից։ Սիրված արտիստուհու վաստակը հայ երգի պահպանման ու սերունդներին փոխանցման գործում երգչուհուն վերջին հրաժեշտը տվող մտերիմներն ու երկրպագուները անգնահատելի են համարում։ Հրաժեշտի արարողությանը մասնակցել են նաև նախագահ Սերժ Սարգսյանը, Գյումրու քաղաքապետը, ազգային ժողովի պատգամավորներ, նախարարներ, այլ քաղաքական և հասարակական գործիչներ։ Գալա հեռուստաընկերությունը շարունակում է մեր հարևանները նախագծի հերթական փուլը, որը ներկայացնում է Թուրքիայի Հանրապետության քաղաքական անցուդարձը, տնտեսական տեղաշարժը, հայ-թուրքական հարաբերությունների, հայոց ցեղասպանության մասին քաղաքագետների և փորձագետների դիրքորոշումը։ Տեսանյութերում կներկայացվի երկրի խոշորագույն քաղաքի Ստամբուլի անցյալն ու ապագայի հեռանկարները, պոլսահայերի կյանքն ու գործունեությունը, կենցաղն ու մշակույթը։ Ստամբուլը ծովեզերքներով, նեղուցներով, փոքրիկ գեղեցիկ կղզիներով զարդարված մեգապոլիս է, նաև իրեն բնորոշ բազում խնդիրներով։ Այժմ առաջարկում են բարեկամներ դիտել անցնող շաբաթ Գալանյուսի եթերում ներկայացրած տեսանյութերի շարքը, իսկ ես հրաժեշտ եմ տալիս։ Ցտեսություն և ամենայն բարիք ձեզ։ Çalım sevduğum dalların arkasında Հակասություններով լեցուն խայտաբղետ այս երկրի հնարավորությունների մասին խոսելիս նախ եւ առաջ հարկ է պատկերացում կազմել նրա տնտեսական ներուժի մասին։ 2011 թվականի առաջին եռամսյակին Թուրքիայի տնտեսությունը գրանցել է 11%-անոց աճ, ամենաբարձրն ամբողջ աշխարհում, իսկ 2010-ին այս երկիրը տնտեսական աճի ցուցանիշով զիջել է միայն Չինաստանին։ Շատ անգամ անտեսելով իր պատմության ամոթալի եւ մութ էջերը, Թուրքիան նայում է ապագային եւ այսօր համարվում է աշխարհի արագ տեմպերով զարգացող երկրներից մեկը։ Միայն երկրի խոշորագույն քաղաքում Ստամբուլում բնակվում է Թուրքիայի քաղաքացի համարվող շուրջ 75,000 հայ, իսկ նրանց 30%-ն ապրում է Շիշլի թաղամասում։ Հիմա Հայաստանի մեջ Թուրքիո վիճակը չենք գիտեր հիմա։ Անոնք 90 դարվան կամ 100 դարվան 100 տարի առաջվան վիճակը ավելի գմդապերեն։ Բայց հիմա Թուրքիան փոխվել է։ Վազգեն Պարինը հայ համայնքի ակտիվ եռանդուն ներկայացուցիչներից է։ Նա Շիշլիի քաղաքապետի տեղակալն է եւ զբաղվում է պետական աշխատանքով, սակայն կապող օղակ է հանդիսանում քաղաքապետ Մուստաֆա Սարեգյուլի եւ պոլսահայերի միջև։ Վերջիններս վաղուց արդեն չեն զարմանում, երբ Սարեգյուլին տեսնում են տեղի մեր եկեղեցիներում, պատարագների կամ հայերի հետ ճաշկերույթների ժամանակ, որոնց ընթացքում անգամ հանգանակություն է կատարում հայկական դպրոցների, վարժարանների կամ եկեղեցիների վերականգնման նպատակով, ինչը բնականաբար ոգևորությամբ է ընդունվում հայերի կողմից։ Ասենք որ 2 ամիսը մեմը, 3 ամիսը մեմը գուկա բադարակներուն եւ մինչեւ վերջը ամենն արչեւը խորանին ոնդեղը մոտ մեզի հետ միասին տաղային խորհուրդներուն հետ միասին բադարակը հետևի։ Պոլսահայերի համար ընդհանուր ճաշկերույթը հատուկ արարողություն է եւ իզուր չէ, որ այն կոչվում է սիրո սեղան։ Նպատակն է սիրո եւ համերաշխության ջերմ մթնոլորտում նվիրատվություններ հավաքել պոլիսի հայկական կրթօջախների, մարզական մշակութային կառույցների, հիվանդանոցների, եկեղեցիների վերանորոգման եւ այլ կարիքների համար։ Որքան որ մենք երբեմն մեր բոլոր համայնքի այս վերջին հագամարտություններ ենք անկադինք, ունենք հրաշալի բարերարներ կամ նվիրատուներ։ Երկու իրար մեզ զանազանել պետք է, բարերարը շատ մեկը եկեղեցի մեկը կառուցան է, խոշոր չափանիշով բարերարություն է այդ, բայց մենք ունենք նվիրատուներ։ Ամեն դպրոցի համար, օրինակի համար սիրո սեղան գսենք, սիրո սեղան մը կսարկվի, եւ այդ օրը հարյուրավոր նվիրատուներ
Իրենց կարողության համաձայն 1000 լիրայեն մինչև 5000 լիրա, մինչև 10000 լիրա, որ փոքրիկ քանակություն մեջ է, ասոնք բոլորն ամեն շաբաթ այդ դպրոցին նվաստ կնվիրեն։ Մեր աշխատանքային խումբը այցելեց նաև Պոլսո հայոց պատրիարքարան, հանդիպեցինք պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ։ Վերջինս մեծ զրույցում ներկայացրեց պոլսահայերի վիճակն ու այնտեղ բնակվող հայաստանցիների կարգավիճակը։ Անդրադարձավ նաև հոգևոր, մշակութային կյանքի եւ արմատներին վերադարձած մահմեդականացված հայերի խնդիրներին։ Գիտենք, որ շատ հայեր կան, որոնց ծնողները արդեն հայ են։ Վերջին սերունդի մասին կխոսեմ։ Անոնց թիվը ավելի քան 100,000 է եւ դժբախտաբար անոնք կավարի մեջ կապրին եւ քաչությունը ճունին իրենց արմատներուն դառնելու իրեն ինքնությունը փասահայդելու որովհետեւ գվախնան եթե պաշտոնական կամ pedagogan դերմը աշխատին կորձեն գլան գվրընդվին կամ տրացիեն գվախնան շրջանագեն գվախնան եւ անոնք անհատապես կուկամեդիատ գրեսվին կամ ես երբ կավարգետամ գայցել եմ ձիրենք Օգոստոսի 27-ին Թուրքիայի կառավարությունը որոշում ընդունեց կրոնական փոքրամասնությունների հիմնադրամներին վերադարձնել 1974 թվականին օրենքով բռնագրավված անշարժ գույքը։ Այդ որոշմամբ նախատեսվում է նաև անշարժ գույքի դիմաց, որն անցել է երրորդ անձերին որպես սեփականություն հիմնադրամներին տրամադրել դրամական փոխհատուցում։ Սա պոլսահայերը համարում են աննախադեպ բարեհաճ որոշում։ Ընդհանրապես տեղաբնակ հայերի մեծ մասը գոհ է իր կարգավիճակից եւ ապրելակերպից։ Աշխատողը ստեղծում վայելում է, չմոռանալով նաև համայնքին անհրաժեշտ բարեգործությունների եւ նվիրատվությունների մասին։ Մկրտիչ Սերժ Շիմշեկը հաջողակ գործարար է, նաև հայտնի բարերար։ Իսկ օրինակ Տայք Միլիջանյանը բիզնեսի այլ ճյուղ է ներկայացնում, սակայն մասնակցում է նվիրատուների սիրո սեղաններին։ Իր հայտնի ռեստորանի անվանումն անգամ հայկական է՝ ճաշ, ինչպես ներքին հարդարանքն ու ճաշատեսակները։ Դոլմաները շնորհենք խաղողի դերևով եւ ցիտայուրով։ Ոչ Հայաստանի ցիտայուրով, իսկական ցիտիյուրով շնորհված է։ Ունենք նույնադեն ուղեղը խաշված ուղեղը որ ցիտայուրով եւ լեմոնով գրյուրացնենք։ Բնականաբար մենք պոլիսում այցելել ենք հայկական տասնյակ հաստատություններ, հյուրընկալվել Ակոսի խմբագրատանը, այցելել հայատար մյուս օրաթերթերի գրասենյակներ, հանդիպել փորձագետների, գործարարների, արվեստագետների, արևելյան խոհանոցի մասնագետների հետ։ Արձանագրել ենք նաև Պալյանների շքեղ ճարտարապետական կառույցներն ու Մարմարայից ոսկեեղջյուրից տարածվող Պոլսո գեղեցիկ համայնապատկերները։ Այս ամենը հաջորդիվ ամեն օր լրատվական թողարկումների ժամանակ։ Էդուարդ Մխիթարյան, Տիգրան Կասաբյան, Գալանյուս, Ստամբուլ։ Ստամբուլի հայերը, հույներն ու հրեաները պետության թուրքականացման արդյունքում ենթարկվել են անիրավությունների եւ հեռացել։ Նրանք այս քաղաքի գույներն էին, թաղամասային մշակույթի եւ կոսմոպոլիտ կյանքի անբաժան մասը, որոնց թվականակի նվազմամբ Ստամբուլի բազմազգ մշակույթը որփացավ։ Սրանք թուրք մտավորական Մուստաֆա Յոքերի խոսքերն են։ Այս մասին Թուրքիայում սկսել են խոսել վերջերս, եւ իդեպ ավելի հաճախ բարձրաձայնում են թուրք մտավորականները եւ առաջադեմ մյուս քաղաքացիները, ովքեր տեղաբնակ հայերից ավելի բարձր ու վստահ արտահայտում են ցեղասպանություն բառը։ Türkiye'de yani Ermeni soykırımından sonra Հայերի ցեղասպանությունից եւ հույների տեղահանումից հետո այստեղ շատ վատ վիճակում էինք։ Տնտեսությունը հիմա նոր-նոր սկսել է զարգանալ։ Այն ժամանակ Թուրքիայի հայերն ու հույները գործարար մարդիկ էին, խոշոր տրամական միջոցների էին տիրապետում։ Արևտուրը տնտեսությունը զարգանում էր։ Bunları öldürdüğün zaman veya yolladığın zaman ne oldu? Kendi başına kaldın. Ջենգիզ Աքթարը Ստամբուլի Բահչեշեհիր համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի Եվրամիության հետ հարաբերությունների բաժնի տնօրենն է, ճանաչված փորձագետ եւ վերլուծաբան։ Նա առանց վարանելու արտասանում է ցեղասպանություն բառը եւ ընտանիքում, ընկերների շրջապատում եւ լրատվամիջոցներում, իսկ անհրաժեշտության դեպքում այդ մասին պատմում է նաեւ իր ուսանողներին։ Դոկտոր Ջենգիզի մասին ավելի ուշ կխոսենք։ Անցնենք պոլսահայերին, ովքեր շատ հաճախ չունեն այդ համարձակությունը եւ անգամ Հայաստանից մեկնած լրատվամիջոցներին տված հարցազրույցների ժամանակ խուսափում են արտահայտել ցեղասպանություն բառը, նաև հայաստանյան միջոցառումներին մասնակցելուց։ Պետությունը կամ ոստիկանությունը իմ միտքես անցածն ալ գիտե, ես համոզված եմ անոր, ամեն ինչս գիտե, որ ես ցեղասպանության կհավատամ։ Եվ բայց այդ երիտասարդներուն վախենում ես, որ մի վնաս բերես։
Տիգրան Ալթունը գործարար է, նա այն եզակի հայերից է, ով բացեի բաց խոսում եւ արտահայտվում է հայոց ցեղասպանության, Թուրքիայում բնակվող հայերին մտահոգող խնդիրների եւ այս պետության երկդիմի քաղաքականության մասին։ Աշխատանք դրան վաստակելու հնարավորություն կա, սակայն կա ֆիզիկական դժվարություններից ավելի ծանրը, հոգեկանը, ինչը միշտ ուղեկցում է պոլսահայերին։ Մենք դժվարություններ ունենք, թերևս օրվա կյանքի մեջ չէ, բայց մեր հոգիներում մեջ, մեր զգացումներում մեջ, մեր միտքերում մեջ միշտ այդ դժվարությունները կան։ Ես երբեմն Հայաստանի մուններներ սկսեմ, երբ որ կքանքադին Հայաստանին եւ այն։ Դուք փառք տվեք Աստծո, որ ծեր երկրում ապրում եք։ Որ չաբալ դժվարը լա, ծեր երկիրն է։ Հիմա այդպես չէ, բայց իմ երիտասարդությանս երբեմն կտեսնայի, որ ոստիգանը գայնեցնում է մարդիկը եւ փասպոր է հարցնում եւ այլն։ Կամ ոյ մեկ բան հարցնե, միշտ կմտածեի, որ ինչ ասեմ արդյոք, Տիգրանս եմ, չէ Տիգրան չասեմ, Ահմեդս եմ, բայց հետո փասպորս եթե ուզի տեսնա, որ Տիգրան եմ, ավելի վատ կլա։ Ասիկած այդ փոքր դարիքից մեր մղձավանքն է։ Պոլսահայերը Թուրքիո մեջ միշտ անբաժան են եղել այդ մղձավանջներից, սակայն չեն կորցրել իրենց եսը, մշակույթն ու արմատները, շատ անգամ վտանգելով իրենց կյանքը, պահել են դպրոցը, հոգևորն ու հայերենը, սակայն կա մեկ երևույթ, ինչը կանխել ուղղակի հնարավոր չէ, դա խառնամուսնությունն է։ Շատ ուզում ենք, որ հայ ամուսնանան, ջնշում անում ենք, բայց եթե շեղի բամը չես կարաս անես, ինչ կնասնել։ Գորուստ է, բայց հիմա Ֆրանսա ահագին հայ խախտեց, Ֆրանսացի հետ ամուսնացավ չէ շատերը, ինչ անալ գորուստ է, հա Քրիստոյի է, ինչ եղել, որ գորուստ է, էլի գորուստ չէ ինքը, հայ չի մնում անգևերջ։ Կարապետ Ուստան եւս գործարար է, իր ընտանիքում այդ խնդիրը չկա, սակայն մտահոգ է համայնքի համար։ Սարսոգութմա կոչվող խանութի սեփականատերն է, զբաղվում է սառնարանային համալիրների սարքավորումների վաճառքով եւ կահավորմամբ։ Պարոն Կարապետի առանձնասենյակում ամեն ինչ հիշեցնում է Հայաստանը՝ եռագույններ, հայկական հեռուստաալիքներ, հայկական գրերով եւ տարազներով հուշանվերներ։ Հայախոս պիտի լան, հայկական դպրոց պիտի գնան, որովհետեւ մենք անակ տեսանք, մենք անակ մեծանք։ Մենք հայ ենք։ Ինչպես նշում է պարոն Կարապետը, ինքը եւ ազգանունով է ուստա եւ գործի բերումով։ Պապական ազգանունը կորցրել է հայրը Սեբաստիայում, որտեղ այն թվականներին Յան Մասնիկը պահպանելն ուղղակի անհնար է եղել։ Նրա խանութը գտնվում է Ստամբուլի Դոլապտերը կոչվող պողոտայի վրա, որտեղ ժամանակ առաջ բազմաթիվ հայ արհեստավորներ կային։ Նրանց թիվն այսօր կտրուկ նվազել է։ Մեկնել են հիմնականում եվրոպական եւ հարավամերիկյան երկրներ։ Ստամբուլում գումար վաստակելը բավականին դժվար է, սակայն չի դժգոհում։ Հայի հնարամտությունն ու փարա գել փարա, այսինքն փողարի արի գրությամբ այս թալիսմանն օգնում են։ Հարգայինը, դուրքը, շահեկան, դարեկան շահը գրեթե նույնն է։ Ես շատ ամենը մեջը հաշվված է, ադորամ մատ ծախում ես։ Հա, ասոր ինչ կա, աստեղ մենք շատ ծանոթներ ունենք, որ ապրանք ծախում ենք, հա մի քիչ կանցելը դժվար է։ Հետ փողը կալը դժվար է, բայց ինչ պիտենք, ուրիշ կորտ չգիտենք, ասիկա պիտենք, աս սա ամեն դեղ ասանք, բայց աստեղ ավելի բան է, աստեղ մի քիչ հարաբերությունները ընկերային, մդերմության, ադորամարի մեկը ուկակիզ աստեղ բանով գուտանք մենք, ասենք ինչ կսեք դուք աբարիկ կսեք ադոր, չէ։ Ապրանքը կարն է գերտամարտը, ասենք $10,000 ապրանք կարն է գերտա, երբ դու վճարես ընկերս, մի ամիս են գվճարեմ ախպերս։ Խանութի բոլոր աշխատակիցները հայեր են, բացառությամբ մեկի, բավականին բարձր աշխատավարձ է վճարում, միջինը $1,000 համարժեք գումար։ Ամենեն ցածրը $600 է, ամենաբարձրը $1,400 եւ այլն աչափ է։ Ընդհանրապես Ստամբուլում հայ ազգի գործարարներ շատ կան, փոքր ու միջին տրամաչափի, այնպես չէ, որ հայերն այստեղ խոշոր բիզնեսին ձեռք գցելու ցանկություն չունեն, պարզապես նրանց ձեռքին աննկատ մի հարված կիշնի եւ վերջ, կկորչի եւ ցանկությունը եւ նախաձեռնողականությունը, եւ որքան էլ պոլսահայերին մասնակի իրավունքներ տրվեն, նոր օրենքներ ընդունվեն, Տիգրանն ու Ահմեդը այս երկրում հավասար հնարավորություններ երբեք չեն ունենա։ Այս մասին հաջորդ տեսանյութում։ Էդուարդ Մխիթարյան, Տիգրան Կասաբյան, Գալանյուս, Ստամբուլ։
Ստամբուլի հայերի մեծամասնությունը կենտրոնացած է Շիշլի թաղամասում հայկական վարժարանների եւ եկեղեցիների մոտ։ Պոլսահայերը բավականին ակտիվ համայնքային կյանքով են ապրում, սակայն գաղափարական եւ կենցաղավարական ամբողջություն չեն կարող լինել, որովհետեւ թուրքահպատակ հայը տարբերվում է Հայաստանի, Սիրիայի կամ Լիբանանի հայությունից։ Նոր եկած հայերի մեծամասնությունը կերադասում է գործ ունենալ թուրքերի հետ, քան բնիկ պոլսահայերի, թեև վերջիններիս մեջ կան անհատներ, ովքեր օգնում են հայաստանցիներին։ Եկորների կազմի մեջ են մտնում նաև Թուրքիայի տարբեր շրջաններից եկած հայերը։ Իստանբուլի մեջ երկու տեսակ հայ կա։ Մի հատը փնիկ իստանբուլցիներն են, որոնք հավանաբար բոլոր հայության մշակույթի ցևով ամենաբարձր մագարտակն են։ Նույնիսկ կրնամ ասել, որ Հայաստանից ավելի բարձր մշակույթի դեր մարդիկ են ասում, իրենց հայրենով, իրենց քրոներով եւ այն։ Իսկ երկրորդ մասը իմ հորսպես կամ մեծ հորսպես Չարթից քյուղերում մնացած հետո Իստանբուլ եկած խումբն է։ Պարոն Տիգրան Ալթունը զբաղվում է ավիափոխադրումների բիզնեսով, գործարար միջավայրից դուրս մասնակցում է համայնքային միջոցառումներին եւ ինչպես ինքն է նշում, ապրում են բավականին ճոխ հայկական կյանքով։ Մենք բավական ճոխ հայկական կյանք ունենք։ Վստահ եմ, գիտեք, մենք 19 դպրոց ենք։ Միայն Իստանբուլի մեջ 33 հատ եկեղեցի ունենք։ Եվ մենք մեր դպրոցներուն համար, մեր եկեղեցիներուն համար բեդութեն են եւ այն մեկ գոբեկ նույնիսկ չեն գստաներ։ Դարին 11 հատ մատաղորդություն գլա, այդ մատաղորդություններուն այդ եկեղեցիինգից գտնվող դպրոցին տարեկան բյուջեն կհավասարցնեն եւ քաղուտը կդաս բոլորը։ Տիգրան Ալթունի կինը Շնորհիկը կիպրահայ է, ինչպես նշում է տիկինը, պոլսահայերի ծրագրերն ու ձեռնարկները սահմաններ չունեն, հարկ եղած դեպքում կարող են համախմբվել եւ օգնության ձեռք մեկնել այս երկրի սահմաններից դուրս բնակվող հայերին։ Օրինակ այս շրջանում աջակցության կարիք ունեն սիրիահայ մեր հայրենակիցները։ Սիրիահայերուն համար օգնություն հավաքելու բան ունենք, սկսանք հավաքել, ժողովուրդը շատ լուրջ արավ եւ սոսկալի շատ ամբրանք հավաքվեցավ, մասը պատրիարքարանեն պիտի ղրկվի, ուղղակի Սուրիա պիտի ղրկվի, մասը Հայաստանի Սուրիահայերուն պիտի ղրկենք։ Ստամբուլում տեղաբնակ հայերի թիվը կազմում է շուրջ 70,000, իսկ Հայաստանից մեկնածները 30-ից 40,000 են։ Նրանց 65%-ը կանայք են, ովքեր հիմնականում աշխատում են տեղի հարուստների տներում կամ հյուրանոցների խոհանոցներում։ Տղամարդկանց պարագայում խնդիրը շատ ավելի բարդ է, սակայն շատերը Ստամբուլում հիմնել են արտադրամասեր։ Այդ հայաստանցիները մշտական տագնապի մեջ են, քանի որ ամեն պահի նրանց կարող են արտաքսել երկրից։ Մտահոգություններից զերծ չեն նաև Թուրքիայի քաղաքացի հայերը։ Չենք կարողանում շատ մեծ մասշտաբի բիզնեսմեններ ունենալ, որտեղ անունից Տիգրան է։ Ասիգա որոշ է։ Դա էլ կարողանում եմ ցևում հասկանալ, որտեղ ես իշխանության մեջ ասկական չունեմ, բարեկամ չունեմ, ընկեր չունեմ։ Թուրքիայում եթե օրենքներուն հետևից Հայաստանի վեց դժվարություններ չունիս։ Ես երբ որ Հայաստան իմ ընկերներս կլսեմ կամ վգա կլամ, որ հարգայինից կուքան եւ գուզեն քումարը եւ գսեմ, որ պետք է բյուջեն լրացնենք, անորամարած քումարը ուզում ենք, հաջորդ տարի քո բաներից հարգերից գիչնանք։ Հիմա երբ որ փող չես շահած, ինչպես այդ քումարը պիտես, Հայաստան բոլորովին դարբեր է, բայց մենք հոց այդ տեսակի դժվարություններ չունենք։ Թուրքիայում այնպիսի գրված եւ չգրված օրենքներ են գործում, ըստ որոնց այնտեղ ապրող հայերը ոստիկանական եւ բանկային համակարգերում չեն կարող աշխատել, անգամ աղբահանության գործում չկան։ Վերջին դեպքը թերևս ունի իր պատճառը։ Թուրք մտավորականների մեծ մասը եւ երիտասարդները հայերի նկատմամբ բավական լավ են տրամադրված, ինչ վերաբերվում է ծայրահեղականներին եւ գավառական անկրագետ թուրքերին, ապա նրանց համար վիրավորական է անգամ Էրմենի բառը։ Պետք է ընդունել, որ մենք իրենց կատենք, իրենք մեզի կատեն եւ վադաչքով գնային մեզի։ Նույն բանը հույներուն համար է։ Հրյաները այդպես չեն։ Ես շատ 22 տարի է միշտ աշխատած եմ, որ Թուրքիա եւ Հայաստանի հարաբերությունները ավելի լավ են։ Իմ չափերով։ Որովհետեւ ես բզդիգությանս գիտեի, որ
մանկությանս ժամանակ կամ երիտասարդությանս հրյաները մեզ մե ավելի վառ հասակարգի քաղաքացիներ էին, բայց երբ որ Հրեաստան եւ Թուրքիա հարաբերությունները շտկվեցան, հրյաները մի անգամից եղան առաջին հասակարգի քաղաքացիներ։ Թուրքիայի իշխանությունները չեն զլանում անընդմեջ քարոզել, որ ամեն ինչ լավ է այստեղ եւ որքան լավ են վերաբերվում հայերին, սակայն չի կարելի չփաստել, որ Ստամբուլում փակվել է 10 եկեղեցի եւ 30-ից ավելի հայկական դպրոց։ Հարաբերությունները վերջին տարիներին այնուամենայնիվ այստեղ նորմալ են, ազգամիջյան խնդիրներ չեն ծագում։ Շատ հարցերում Թուրքիան Եվրամիության մուտքի անդամատոմս ձեռք բերելու ախորժակով դարձել է հանդուրժող։ Սա վերջին 5-10 տարին քիչ ավելի հանգիստ ենք, բայց դարձյալ միշտ կասեմ ընկերներուսա, պետք է աղոթենք ամեն գիրագի մոմ բարենք եկեղեցիում, որ Եվրամիությունը պաշտոնապես չասե, որ Թուրքիան չեն ընդունում։ Մեզ մե վրեժը շատ վադորեն գլուծն, աս մեզի դված փոլոր, աս թիրությունները մի օրվա մեջ կարնեն, Այնինչ թուրքերը կոչում են ժողովրդավարական գործընթացներ եւ բարեփոխումներ բազմարտկային լեզվով գողացված սեփականության վերադարձ է։ Իսկ բարեփոխումներ Թուրքիան իր պատմության ընթացքում շատ է տեսել եւ բոլորին էլ լավ ծանոթ է դրանց նախորդող եւ հաջորդող ոճիրների ժամանակագրությունը։ Այնպես որ Թուրքիայում հայ համայնքի խնդիրների լուծմանը թրքական բարեփոխումներն ու սահմանների բացումը չէ, որ պետք է օգնեն, այլ մեր պետության, մայր Հայաստանի հզորացումը։ Էդուարդ Մխիթարյան, Տիգրան Կասաբյան, Գալանյուս, Ստամբուլ։ Ակոսի խմբագրությունում եւ Հրանտինք հիմնադրամում գալահեռուստաընկերության աշխատանքային խումբը հյուրընկալվել էր դեռևս նախորդ տարվա նոյեմբերին։ Այն օրերին շաբաթաթերթի եւ հիմնադրամի աշխատակիցները սպասողական վիճակի մեջ էին։ Պայքարում էին տարբեր միջոցներով եւ սպասում խմբագրապետի սպանության գործով դատական գործընթացի հանգուցալուծմանը։ Մարդասպանը դատապարտվել էր 22 տարի 10 ամիս ազատազրկման, սակայն համաձայն Թուրքիայում գործող օրենքի նա չի կրելու իր պատիժն ամբողջությամբ եւ բնականաբար վճիռը չի գոհացրել Հրանտի հարազատներին եւ մտերիմներին։ Մեր սպասած արդյունքը չգրցանք առնել, սպանո անձը եւ մեկ երկու իրան օգնողները ցերպակալվեցան ճիշտ է, բայց ադոնքա վաղը մյուսօր կամաց ազատ պիտի արձակեն արդեն, դա դեռ կշարունակվի արդեն չէ վերջացած եւ երբ վերջանա այն ժամանակ արդեն եթե մեր սպասած արդյունքը չգրնանք առնել հավանաբար պիտի դիմենք Եվրոպայի դատարաններուն։ Սարգիս Սերոբյանը Ակոս շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիրն է, գտնում է, որ Թուրքիայում վերջին 2-3 տարում մամուլի ազատության վիճակը վատթարացել է։ Նույն կարծիքին է Ակոսի գլխավոր խմբագիրը Ռոբեր Քոփթաշը, ով իր գնահատականներում շատ ավելի կոշտ է եւ վճռական։ Հատուկ ծրագիր չունեն, սակայն պատրաստվում են հունվարի 19-ին խաղաղ ակցիայով հարգել սպանված խմբագրապետի հիշատակը։ Ամեն տարի 19 հունվարին մեծ հանրահավաք մարդեն Ագոսին արչև դասնյակ հազարներով մարդիկ գժողովին այս տարի հավանաբար նույնը պիտի լա հadouk մյուս տարիները դարբեր ծրագրված բանը չի գա մենք կոչում պիտի ուղենք բոլոր այդ մարդիկ այդ ժողովուրդը որոնք հղջիդեր են եւ հագարակ են այսպիսի արարքիմը հոսպիտալան եւ գիտենք որ նորեն դասնյակներով հազարներով մարդիկ պիտի լան Ակոսը հայ իրականության մեջ ամենամեծ տպականակ ունեցող թերթն է լույս է ընծայվում 5000 օրինակով նաեւ թուրքերենով եւ քրդերենով Թեև մամուլն այս երկրում ազատությամբ պարտանալու առիթ չունի, այնուամենայնիվ հայատար այս պարբերականը բավականին ազատ է իր գործունեության մեջ եւ առանց կաշկանդվելու այսօր էլ գրում է հայոց ցեղասպանության եւ ազգային փոքրամասնությունների խնդիրների մասին։ Վերջին 2-3 տարվա ընթացքին հարցեր եւ դժվարությունները շատցան, բայց ասոնք ընդհանրապես կապված են երկու հարցի։ Մեկը զինվորական հարվածը պատրաստելու at Էրգենոկոնի ծրագիրը եւ at թադավարության շուրջի թերթերում ուրա ջնշումը կա, մեմնա քրդական հարցով կապված ջնշումը կա։ At տեսակետը մենք at երկու խումբինա մաս չենք կազմեր եւ հայկական մամուլով, հայ մամուլով ավելի ազատ ենք։ Գրնանք գրել ցեղասպանության մասին, գրնանք գրել հայկական պատմության հայ ապրված փորձառությունների մասին ազատորեն։ Նույն կառույցում է գործում Հրանտինք հիմնադրամը, որը նախաձեռնել էր թուրք-հայկական երկխոսության ծրագիրը, այն մեկնարկել էր 2009 թվականի մայիսին։ Ծրագրի շրջանակներում Թուրքիայի 10 լրագրող այցելել է մեր երկիր, իսկ Հայաստանից 9 լրագրող մեկնել է Անկարա, Բուրսա եւ Ստամբուլ։
Türkiye basınında Ermenistan'la Թուրքիա եւ Հայաստանի միջև գոտ սահմաններ ունենք, շփվելու, հանդիպելու հնարավորություն չունենք։ Թուրք լրագրողների տպավորությունները ապրիլի 24-ով են սահմանափակվում։ Մենք այստեղից թուրք լրագրողներին ենք տանում Հայաստան, այնտեղից գալիս են այստեղ։ Կարողանում են շփվել, տեսնել, թե ինչ վիճակ է հարևան երկրում եւ քննարկումներ են կազմակերպում։ bugünkü Türkiye'yi anlasınlar. Հիմնադրամի կողմից ձևավորվել է հաղորդակցային մի համակարգ, որն օգնում է ծրագրերին մասնակից լրագրողներին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվությունը միմյանց տրամադրելու գործընթացում, սակայն նախաձեռնող խումբը հայ-թուրքական հարաբերությունների սառեցումից հետո որոշակի խոչընդոտների առաջ կանգնեց։ Ama bu siyasi süreç devam ederken maalesef sivil Այդ հարաբերությունները սառեցնելուց հետո մենք շատ նեղություններ կրեցինք։ Քաղաքական դրդապատճառները բոլորը գիտեն։ Մենք խորելով այդ մասին կուզենք, որ սահմանները բացվեն։ Հասարակական շրջանակները ցանկություն ունեն, սակայն ոչինչ չեն կարող անել, եւ դրա համար է մեր ծրագիրը, որ երկու կողմի լրագրողները շփվեն եւ երկխոսություն սկսեն։ ilişkilerin gelişmesini istiyoruz demesi çok önemli. Հայ-թուրքական հարաբերությունները պարզ ուղեցույց են Ակոսի համար, բայց ոչ երբեք զսպաշապիկ։ Դինքի ամենակարևոր ժառանգությունը ազատամտությունն ու սկզբունքայնությունն է, եւ այսօր այն հուսալի ձեռքերում է։ Ճնշումներ շատ կան, Թուրքիան թյուրին երգիր չէ, Թուրքիա մեջ հայլլալը թյուրին չէ։ Հայլլալը Ակոսի մեջ լալը ալավելի դժվար է, բայց պատրաստված եմ, այսինքն բոլոր դժվարությունները արդեն նախորդ գիտեի, հրանտինքի ըրածը անգարելի է որ գտնվի բայց գչանամ Ագոսը ավելի լավ դեղ մփերել եւ գհավատամ որ ադոր գդագ Ագոսն է եթե Ագոսը լավ առողջ լա Ագոսը եթե լավ թերթլա Ագոսը եթե իր ճաշտոնը լավ գադարե այնուհետեւ եսա ինքս հաճող բիդի համարեմ Ակոսը յուրահատուկ դեր է ստանձնել թե հայկական իրականության եւ թե թուրքական առաջադեմ շրջանակների մեջ, կատարելով ազգային կառույցների գործունեությունը քննադատական տեսանկյունից ներկայացնելու աշխատանքը, իսկ թուրքական առաջադեմ շրջանակներին ամբիոն է տրամադրում, որի միջոցով նրանք անդրադառնում են հայկական ցեղասպանությանը եւ հայ-թուրքական հարաբերությունների կնճռոտ կողմերին։ Էդուարդ Մխիթարյան, Տիգրան Կասաբյան, Gala News, Ստամբուլ։ Նախ Ստամբուլի Բահչեշեհիր համալսարանի մասին։ Մոտ 2000 ուսանող ունեցող այս բուհը հրաշալի դիրք ունի։ Գտնվում է անմիջապես ծովեզերքին։ Պայմանները կատարյալ են։ Բարեկարգ լսարաններ, վերելակներ, բանկոմատ եւ գրախանութ, խորտկարաններ եւ անվճար թարմ թերթեր։ Հաստատությունը կապեր ունի եվրոպական եւ ամերիկյան տարբեր համալսարանների հետ, իսկ ուսանողները ընդունում է աշխարհի տարբեր երկրներից՝ Սուդանից, Ալժիրից, Պակիստանից եւ այլն։ Bahçeşehir Üniversitesi bir vakıf üniversitesi. Bahçeşehir համալսարանը մասնավոր համալսարան է։ Ուսանողների վարձավճարը տարեկան 26700 թուրքական լիրա է։ Այստեղ բարձրակարգ ուսում են ստանում։ Կան նաև անվճար սովորողներ, ովքեր քննություններից շատ բարձր միավորներ ստացած ուսանողներն են։ Համալսարանում շատ ուսանողներ ունենք Ալժիրից, Պակիստանից, Սուդանից եւ այլ երկրներից։ Բոլորն էլ նյութապես ապահովված են եւ օգտվում են նույն իրավունքներից։ Ուսանողներ կան նաեւ Եվրոպայից եւ Միացյալ Նահանգներից։ Իրականացնում են ուսանողների փոխանակման ծրագրեր։ Dışında üniversite sınavından Սակայն Բահչեշեհիր համալսարանի պայմանները տեսնելու ցանկությունը չէ, որ մեզ բերել էր այստեղ, այլ հաստատությունում դասավանդող քաղաքագետ Ջենգիզ Ակթարին լսելու։ Նա Hürriyet, Today Zaman, Taraf, Ակոս թերթերի թղթակից է, Image-ի հեռուստաալիքի մեկնաբան, հասարակական քաղաքական շրջանակներում հայտնի է իր ազատամիտ գաղափարներով։ Ցեղասպանության մասին իր հաստատուն դիրքորոշմամբ եւ չլինեին հայերը, կլիներ արդյոք Ստամբուլը հարցադրում արտահայտությամբ։ Ինքը hենց ցեղասպանություն բառն է օգտագործում, ինքը հավատում է դա։ Siz diyor soykırıma inanıyor musunuz diyor. Точно. Hayır. Ընդունում է որ այդել է։ Hayır. Պարոն Ակթարը ներկայացնում եւ վերլուծում է Օսմանյան Թուրքիայի ցեղասպան քաղաքականության մանրամասները։ Իր գրքերում եւ հոդվածներում նա բացահայտել է թուրքական պետության հպատակ հանդիսացող հայերի ցեղասպանության դրդապատճառներն ու պատմական բազում փաստեր։ Bir de şu var tabii, yani Ermeni meselesi. Հայերի ցեղասպանությունը ամենամեծ ողբերգությունն է։ Այո, այն կատարվել է եւ միանշանակ պետք է կոչվի գենոցիդ։ Ժամանակին ես էլ շատ թուրքերի նման չէի ընդունում այդ փաստը։ Հետո երբ այդ մասին տեղեկացա Ֆրանսիայի համալսարանի իմ դասախոս Անահիտ Տերմինասյանից, քիչ-քիչ ուսումնասիրելով հասկացա, որ հայերի հետ կատարվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցեղասպանություն։ Ժամանակին այդ մասին խոսում էին միայն Անատոլիայի գյուղերում, բայց խոսքը մնում էր միայն նեղ շրջանակների մեջ, չէր բարձրաձայնվում։ Հիմա շատերն են այդ մասին խոսում եւ ամեն ինչ գրի է առնվում։ Դրա համար ինձ նման մտածողներ շատ կան։ Terminasyan hoca, muşlu.
Թուրքիայում հայոց ցեղասպանության իրողության մասին այսօր բացահայտ խոսում են շատերը, անգամ պատմությունից եւ քաղաքականությունից գլուխ չհանող թուրքերը, ինչ է փոխվել այս երկրում, պարզապես ինչպես նշում է պարոն Աքթարը, այսօր շատերն այլևս չեն հանդուրժում, որ իշխանությունները լվանան իրենց ուղեղները։ Bu çok temel bir mesele, çok önemli. Շատ կարևոր հարց է։ Կարծում եմ, որ թուրքերի մեծ մասն անիրազեկ է։ Թուրք ժողովուրդը ցեղասպանության փաստի ընդունումից գլուխ չի հանում, քանի որ մեր կառավարությունը յուրաքանչյուրի խելքը, միտքն ու ուղեղը լվացել, մաքրել տարել է։ Բոլորն էլ գիտեն, որ հայերի կոտորածներն ու տեղահանությունը մեծ կորուստ էր։ Մենք շատ բան ենք կորցրել, քանի որ հայերն էլ, հույներն էլ աշխատասեր ստեղծող ժողովուրդ են։ Տիրապետում էին խոշոր նյութական եւ դրամական միջոցների եւ շատ մեծ օգուտ կարող էին տալ թուրքական պետությանը։ Pedagoji Ջենգիզ Աքթարը ցեղասպանության մասին մտորումներով չի սահմանափակվում, նա ակտիվորեն մասնակցում է Հրանտ Դինք հիմնադրամի աշխատանքներին, ցեղասպանության թեմայով ելույթներ է ունենում համաժողովներում, կազմակերպում ցուցահանդեսներ, իսկ հարկ եղած դեպքում հայոց ցեղասպանության իրական պատմության մասին իրազեկում է նաև իր ուսանողներին։ Yani ben bunun dersini vermiyorum tabii. Ես համալսարանում դասախոսություններ եմ կարդում այլ թեմաներով, սակայն երբ առիթ է լինում, ես նաև իմ ուսանողներին եմ պատմում հայոց ցեղասպանության մասին։ Ինձ վրա ուղղակի ճնշումներ չկան, թեև երբ հոդվածներ եմ գրում թերթերում, իմ հասցեին բազում հայհոյանքներ են հնչում, բայց ես իմ գործն եմ անում եւ ուշադրություն չեմ դարձնում։ Bazen küfür geliyor tabii yani. Ես միշտ իմ զորակցությունն եմ հայտնել հայ ժողովրդին, մշտապես աշխատել եմ հայերի, ասորիների, քրդերի հետ, առանց որևէ տարբերակում դնելու աշխատել եմ հասարակ մարդկանց հետ։ Ես իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաների եւ փողատերերի հետ գործ չունեմ, դա իմ սկզբունքն է։ Պարոն Աքթարը հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլը համարում է չկայացած ցանկությունների ժամանակաշրջան։ Գտնում է, որ Թուրքիայի եւ Հայաստանի համար ձեռնտու է սահմանների բացումը, սակայն մոտ ապագայում ակնկալիքներ պետք չէ ունենալ։ Anadolu kaplanları dediğimiz Չկայացած ցանկությունների շրջան է։ Կարսի, Արդահանի, Իգդիրի եւ Բայազետի տարածաշրջանների բնակիչների համար քաղաքականությունն ու դիվանագիտությունը կարևոր չէ։ Նրանք հայ-թուրքական բաց սահմաններ են ուզում տեսնել։ Դրանից Թուրքիան մեծ հաշվով շահ չունի։ Այդ տնտեսական շփումներից շահ ունի միայն սահմանամերձ շրջանների բնակչությունը, քանի որ Դենիզլի, Կոնյա, Կայսերի, Այնթապի եւ այլ շրջաններ վերջին ժամանակներս մեծ զարգացում ապրեցին։ Սակայն Կարսի, Արդահանի, Իգդիրի եւ Բայազետի տնտեսությունը տեղում դոփում է։ Yani aslında çok bir sınır. Մենք ցանկանում ենք, որ հայ-թուրքական սահմանները ժամ առաջ բացվեն։ Երկու երկրների ժողովուրդներն էլ շփվելու, հաղորդակցվելու ցանկություն ունեն։ Öğrenciler geliyorlar. Չնայած Թուրքիայի կառավարությունը տարեստարի ավելացնում է հակաքարոզչությունը եւ այլակարծության նկատմամբ ճնշումների չափաբաժինը, այնուամենայնիվ այս մարդկանց, նրանց հրապարակումների եւ ելույթների շնորհիվ ուժայինների վերահսկողության տակ գտնվող խորքային այս պետությունում այսօր տաբուներ եւ քարացած տեսակետներ են վերանում։ Էդուարդ Մխիթարյան, Տիգրան Կասաբյան, Gala News, Ստամբուլ։